Մենք բազմաթիվ եւ դուք այդ ամբիոնից բազմաթիվ առաջարկներ եք ներկայացրել եւ եթե չեմ սխալվում 2024 թվականին դրական օրենսգիրքը բում փոփոխության ենթարկվեց, ես էլ առիթ ունեցել պարոն Մինասյանին փառքոպատի մասնակցել այդ քննարկմանը եւ նման առաջարկ հնչեց, ուղղակի կարեւորություն չտրվեց։ Ինչով է պայմանավորված այդ կարեւորությունը, որ հրատապ բերվեց եւ երկրորդը խոսում եք տեխնիկական բնույթի, այսպես բանով կայքերով տարածում եք, ոնց որ ուսուցողական 10 լինի։ Կոնկրետ կա ընտրական օրենսգրքում բաց։ Ինչպես է իրացնելու այն տեխնացուն ազգային ժողովի падգամավորի, ով գտնվում է վարչական կալանքի կամ տնային կալանքի տակ։ Հիմա դուք ասեք երկու վստահ անձի միջոցով բան, դա օրենսդրական բաց է։ Մենք օրենսդրի այսպես ենք կամքը չենք քննարկում։ Մենք կարող ենք նախագծերի, ասենք, փուլում գալ մեր կարծիքը արտահայտել, բայց ի վերջո որոշումները օրենքների վերաբերյալ որոշում այստեղ են կայացվում։ Ինչ վերաբերվում է վարչական կալանքի, վարչական տնային կալանքի հետ կապված։ Տեսեք, կալանքի տակ գտնվող տեխնացուի իրավունքների իրացումը ընտրական օրենսգիրքը հստակ նախատեսում է։ Իսկ թե ինչպես պիտի տեխնացուն իր քարոզությունը կալանքի տակ գտնվող տեխնացուն իր քարոզությունը կազմակերպի։ Այսօր այդ այսպես ասենք կարգն է սահմանված եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտքն է հետեւել, որպեսզի այդ կարգը գործի։